Անպշտությամբ առաջացել են ծանր հետևանքներ, մասնավորապես խախտվել է պետական մարմնի, պետական ոչ առևտրային կազմակերպության և նշված մրցութային հանձնաժողովի բնականոն գործունեությունը։ Բնության հատուկ պահպանվող տարածքը տևական ժամանակ չի օգտագործվում նպատակային նշանակությամբ։ Կատարվել է առանձնապես ծանր հանցագործություն։ Բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից կատարված արարքի արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքը օրինականացվել է։ Այսպես, Արծվիկ Մինասյանը տեղեկացված է եղել, որ Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը 2010-15 թվականների ընթացքում ապօրինի զավթել, առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող Սևան ազգային պարկ պոակի տարածքում ընդգրկված Հայաստանի Հանրապետությանը պատկանող Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի առաջին փողոցի 71 հասցեի 10526 քառակուսի մետր մակերեսով հողատարածքը։ Տեղեկացված է եղել, որ կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում Սեյրան Օհանյանը հիշյալ տարածքում ինքնակամ կառուցել է ապօրինի շինություններ։ Տեղեկացված է եղել, որ իրավասու, այդ թվում իրեն ենթակա պաշտոնատար անձանց կողմից նշված իրավախախտումները տևական ժամանակ չեն արձանագրվել և դրանց օրենսդրությամբ նախատեսված կարգով ընթացք չի տրվել։ Վերոնշյալ տեղեկություններին տիրապետելու պայմաններում խմբային շահերից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, միջոցներ չի ձեռնարկել թույլ տրված իրավախախտումների հետևանքները վերացնելու, համապատասխան անձանց նկատմամբ իրավական պատասխանատվության միջոցների կիրառումն ապահովելու ուղղությամբ։ Հակառակը, Սեյրան Օհանյանի կողմից հիշյալ տարածքը զավթելու և այնտեղ ինքնակամ շենք-շինություններ կառուցելու փաստը, ինչպես նաև իրավասու պաշտոնատար անձանց դրսևորած անգործությունը քողարկելու, անշարժ գույքի տիրապետմանն ու օգտագործմանը օրինական տեսք տալու նպատակով, այլ անձանց մասնակցությամբ միջոցներ է ձեռնարկել դրանց նկատմամբ Սեյրան Օհանյանի կողմից որոշված նրա հետ փոխկապակցված անձի անվամբ կառուցապատման իրավունքի տրամադրման ուղղությամբ, մասնավորապես։ Արծվիկ Մինասյանը 2016 թվականի սեպտեմբերի 28-ին Սևան ազգային պարկ պոակի տնօրեն Աշոտ Գնդոյանի գրությամբ ստանալով Սևան ազգային պարկ պոակի տարածքում ընդգրկված Հայաստանի Հանրապետությանը պատկանող Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի առաջին փողոց 71 հասցեում գտնվող հողամասը, ուշադրություն խնդրում եմ այս հանգամանքի վրա, շենք շինություններով ծանրաբեռնված չլինելու մասին կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր Դրանք ներկայացրել է բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի քննարկմանը։ Հանձնաժողովը Արծվիկ Մինասյանի նախագահությամբ 2016 թվականի հոկտեմբերի 5-ին կայացած նիստի ընթացքում միաձայն որոշել է Կառավարության տարածքային զարգացման և բնապահպանական նախարարական կոմիտեի քննարկմանն ուղարկել մրցույթի պայմանները և սահմանված կարգով ընթացք տալ վերոնշյալ հողամասը կառուցապատման իրավունքով մրցույթի ներկայացնելու հարցին։ Նիստից հետո 2016 թվականի հոկտեմբերի 6-ին Արծվիկ Մինասյանը ուղեկցական գրությամբ Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանին է ներկայացրել միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի հավանությանն արժանացած վերոնշյալ մեկ միավոր անշարժ գույքի տվյալները և կից փաստաթղթերը։ Ներկայացված փաստաթղթերում ևս ներառված են եղել հողամասը շենք շինություններով ծանրաբեռնված չլինելու մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։ 2016 թվականի հոկտեմբերի 27-ին տարածքային զարգացման և բնապահպանական նախարարական կոմիտեի նիստում քննարկվել է Սևան ազգային պարկ պոակի Դրախտիկ համայնքի սահմանում գտնվող նշված հողատարածքը մրցույթի ներկայացնելու մասին հարցը և որոշվել է հավանություն տալ բնության հատուկ պահպանվող տարածքների Չի կարելի զրուցել, դատախազն է ելույթ ունի, ինչ եք ձեզ թույլ տալիս, ուզում եմ հասկանամ։ Ներողություն տիկին դատախազ, շարունակեք։ 2016 թվականի հոկտեմբերի 27-ին տարածքային զարգացման և բնապահպանական նախարարական կոմիտեի նիստում քննարկվել է Սևան ազգային պարկ պոակի Դրախտիկ համայնքի սահմանում գտնվող նշված հողատարածքը մրցույթի ներկայացնելու մասին հարցը և որոշվել է հավանություն տալ բնության հատուկ պահպանվող տարածքների մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկությանը, այստեղ ևս խնդրում եմ ձեր ուշադրությունը, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարելով ապահովել մրցույթի թափանցիկությունը։ 2016 թվականի դեկտեմբերի 12-ին միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կողմից անցկացվել է մրցույթ,
որին ըստ փաստաթղթերի հայտեր եւ գործարար ծրագրեր են ներկայացրել Սեյրան Օհանյանի հետ փոխկապակցված 2 անձ։ Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում Սեյրան Օհանյանի վարորդ հանդիսացած Արթուր Առաքելյանի մորաքրոջ որդին Բենյամին Ղալեչյանը եւ օգնական հանդիսացած Արթուր Գրիգորյանի եղբայրը Էդգար Գրիգորյանը։ Էդգար Գրիգորյանի մասին կարծում եմ լսած կլինեք նաեւ վերջերս ՊԵԿ-ի ենթակառուցվածքից ներողություն քննչական կոմիտեի արդեն ենթակառուցվածքից կատարված հափշտակության դրվագով սա այն անձն է ըստ էության, ով այս պահին ունի մեղադրյալի կարգավիճակ հափշտակության համար։ Մրցույթի արդյունքում միջգերատեսչական հանձնաժողովը հիմք ընդունելով կեղծ տեղեկություններ պարունակող վերոհիշյալ փաստաթղթերը, նախագծային փաստաթղթերի եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունների բացակայության պայմաններում, այս երկու դրվագը շատ կարևոր է, միաձայն հաղթող է ճանաչել Բենյամին Ղալեչյանին։ Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ի խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ հավանություն է տրվել ՊՕԱԿ-ի եւ Բենյամին Ղալեչյանի միջև կնքվող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրին։ Կառուցապատման վճարի չափ է սահմանվել 630,560 դրամ տարեկան, իսկ պայմանագրի ժամկետ 25 տարի։ Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ի եւ Բենյամին Ղալեչյանի միջև 2017 թվականի մայիսի 3-ին կնքվել է պետական սեփականություն հանդիսացող հիշյալ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր, որի հիման վրա 2017 թվականի մայիսի 22-ին կատարվել է Բենյամին Ղալեչյանի իրավունքների պետական գրանցում։ Հիշեցնեմ, խոսքը վերաբերում է կառուցապատման իրավունքին եւ տրամադրվել է վկայական։ Այսպիսով, Արծվիկ Մինասյանը խմբային շահերից ելնելով, չկատարելով ծառայողական պարտականությունները եւ պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չարաշահել է պաշտոնական լիազորությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել հասարակության պետության օրինական շահերին եւ անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ։ Պետական մարմնի, պետական ոչ առևտրային կազմակերպության եւ միջգերատեսչական հանձնաժողովի բնականոն գործունեության խաթարմամբ օրենքով սահմանված կարգով չեն արձանագրվել բնության հատուկ պահպանվող տարածքում գտնվող հողամասի ապօրինի զավթումը, դրա վրա շինությունների ինքնակամ կառուցումը, միջոցներ չեն ձեռնարկվել հիշյալ խախտումները վերացնելու, վնասը վերականգնելու, հակաօրինական արարքներ կատարած անձանց նկատմամբ իրավական պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ։ Ավելին, նշված հողատարածքը շինություններով ծանրաբեռնված չլինելու վերաբերյալ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ քողարկվել են ինչպես քաղաքական պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան պաշտոնատար անձ Սեյրան Օհանյանի կողմից կատարված հակաիրավական գործողությունները, այնպես էլ դրանց նկատմամբ անգործություն ցուցաբերած իրավասու պաշտոնատար անձանց հակաիրավական վարքագիծը։ Բնության հատուկ պահպանվող տարածքը տևական ժամանակ չի օգտագործվել նպատակային նշանակությամբ։ Կատարվել է առանձնապես ծանր հանցագործություն, գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը խեղաթյուրելու, ապօրինի գործարքներում քաղաքական պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան պաշտոնատար անձի մասնակցությունը չբացահայտելու, գույքի նկատմամբ իրական իրավունքները եւ պատկանելությունը քողարկելու նպատակով հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ ձևակերպվել է Սեյրան Օհանյանի մատնանշած երրորդ անձի իրավունքը, ապահովելով նշված անշարժ գույքի հետագա անխոչնդոտ տիրապետումն ու օգտագործումը։ Այսպիսով, Արծվիկ Մինասյանին վերագրվում է 2003 թվականի քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարում։ Ժամանակ ունենք, ես կցանկանամ ներկայացնել մի քանի փաստական տվյալ, որոնք ներկայացված են նաև միջնորդագրի մեջ։ Նախ վկաների ցուցմունքները, որոնք թվարկված են եւ մանրամասն բացված են միջնորդագրի մեջ, դրանք չանդրադառնանք։ Ես կցանկանամ նշել վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննված Արծվիկ Մինասյանի ցուցմունքը, որի համաձայն 2016 թվականի հոկտեմբեր ամսից մինչ 2018 թվականի մարտը զբաղեցրել է բնապահպանության նախարարի պաշտոնը։ Պաշտոնի նշանակվելուց հետո տեղեկացել է, որ Դրախտիկ համայնքի առաջին փողոցի 71 հասցեում գտնվող հողատարածքը փաստացի առանց օրինական հիմքերի օգտագործվում է Սեյրան Օհանյանի կողմից։ Այդ փաստն արձանագրելու, համապատասխան իրավական գործընթաց նախաձեռնելու համար կազմակերպվել եւ անց է կացվել մրցույթ, որի ժամանակ հաղթող է ճանաչվել Բենյամին Ղալեչյանը։ Նման դեպքերը բազմաթիվ են եղել եւ ինքը գործել է պետության շահերից ելնելով, քանի որ ցանկացել է օրինական դաշտ բերել նման ապօրինի կառույցները եւ համապատասխան վարձակալական վճարներ մուտքագրել բյուջե։ Հարցին այն մասին, որ նշված հողամասի մրցույթի փաթեթում արկա փաստաթղթերի ցանկում արկա է եղել նաև Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի առաջի փողոցի 71 հասցեում տեղակայված հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանք, համաձայն որին նշված հողամասը չկառուցապատված, միջին թեքություններով, կիսով չափ ծառապատ տարածք է, առանց այդ փաստաթղթի կարող էր մրցույթ անցկացվել թե ոչ,
պատասխանել է, որ այդ փաստաթուղթը մրցույթի անհրաժեշտ փաստաթուղթ է, որի հիմնական նպատակը կառուցապատվող տարածքի նկատմամբ որոշակի սահմանափակումների նախատեսումն է։ Եթե որևէ շեղում լինի շինարարության ընթացքում այդ փաստաթղթից, ապա դա հիմք է եղել կասեցնելու կառուցապատումը։